Աշխարհի ամենահզոր պետության ղեկավարի եւ ամենահարուստ մարդու միջև իսկական պատերազմ է ընթանում։ Դոնալդ Թրամփի եւ նրա նախկին խորհրդական Իլոն Մասկի հակասություններն այնքան են սրվել, որ բացահայտ քննադատում են իրար։ Երեսով տալիս Մասկն էլ ակնարկում է, որ նախագահը պետք է հրաժարական տա։ Ամեն ինչ սկսվեց, երբ Մասկը, որը վերջերս է թողել կառավարության արդյունավետությունը վերահսկող դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, օրեր առաջ սկսեց քննադատել հարկերի ու ծախսերի մասին օրինագիծը եւ նույնիսկ այն նողկալի անվանեց։ Նա պնդում է, որ օրինագիծը էապես կմեծացնի բյուջեի դեֆիցիտը եւ հավելյալ բեռ կդառնա հարկատուների ուսերին։ Լարվածությունն էլ ավելի սրվեց, երբ Թրամփը հինգշաբթի հայտարարեց, թե շատ հիասթափված է Մասկից, ակնարկելով, որ դա կարող է լինել իրենց մեջբերում եմ հիանալի հարաբերությունների վերջը։ Նախագահն ընդգծեց, որ Մասկը շատ լավ տեղյակ էր օրինագծին եւ դեմ չէր, սակայն սկսեց խնդիրներ տեսնել, երբ իմացավ, որ կրճատվում է էլեկտրական մեքենաներ արտադրողներին տրվող պետական արտոնությունները, ինչը կազդի նաեւ նրա ընկերության Տեսլայի վրա։ Իլոնը շատ լավ տեղյակ էր այս մանրամասներին, շատ ավելի լավ, քան այստեղ նստած գրեթե ցանկացած մեկը։ Նա որևէ խնդիր չուներ դրա հետ, հանկարծ խնդիր ունեցավ։ Մասկի ընկերությունները, այդ թվում Տեսլան, SpaceX-ը եւ Starlink-ը նույնպես օգտվում են սուբսիդիաներից եւ հարկային արտոնություններից։ Մասկը սոցցանցում հերքեց, թե իր դժգոհությունը կապ ունի դրա հետ, նշելով, թե կարող են կրճատել դրանք, մինչդեռ նավթի եւ գազի ոլորտի սուբսիդիաները չեն կրճատվում։ Շատ անարդար է գրեց նա։ Այնուհետև ձեռնարկատերը, որը մոտ $290 միլիոն է նվիրաբերել Թրամփի նախընտրական քարոզարշավին, նրան մեղադրեց անշնորհակալ լինելու մեջ, նշելով, որ առանց իր օգնության Թրամփը կպարտվեր։ Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, դեմոկրատները կվերահսկեին ներկայացուցիչների պալատը, իսկ հանրապետականները սենատում կունենային 51 մանդատ դեմոկրատների 59-ի դեմ, ինչպիսի անշնորհակալ վերաբերմունք։ Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, թե ամեն ինչ կարգին է։ Երբեք այսքան լավ չի եղել Պոլիտիկոյի հետ զրույցում, ասել է Սպիտակ տան ղեկավարը, թեև պարբերականը հայտնում է, որ նրա օգնականները Մասկի հետ հեռախոսազրույց են պլանավորում ուրբաթ, որպեսզի հարթեն խնդիրը։ Մասկը նաև X-ում սոցհարցում է սկսել պարզելու, թե արդյոք ժամանակն է Ամերիկայում ստեղծել նոր քաղաքական կուսակցություն, որը կներկայացնի միջին խավի 80%-ը։ Հարցմանը 4.5 միլիոնից ավելի օգտատեր է մասնակցել, մոտ 81%-ը դրական է պատասխանել։ Մեկ այլ գրառմամբ Մասկը նշում է, թե մաքսատուրքերի Թրամփի գլոբալ պլանը ԱՄՆ-ում ռեցեսիայի կհանգեցնի տարվա երկրորդ կեսին։ Նա նաև վերահրապարակել է մի գրառում, որում Թրամփին կոչ է արվում հրաժարական տալ։ Հեղինակը նաև պնդում է, թե Թրամփի անունը շրջանառվում է սեռական հանցագործությունների համար դատապարտված եւ ավելի ուշ բանտախցում ինքնասպան եղած Ջեֆրի Էփշտեյնի գործին առնչվող եւ դեռ չհրապարակված նյութերում։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթն ասել է. Սա մի անհաջող դրվագ է Իլոնի կողմից, որը դժգոհ է մեկ մեծ գեղեցիկ օրինագծից, քանի որ այն չի ներառում այն քաղաքականությունը, որ նա է ուզում։ Գրառումների շարքից մեկում իդեպ Թրամփը պնդել էր, թե Մասկը պարզապես խելագարվել է ապահովել, որ բյուջեում միլիարդներ խնայելու ամենահեշտ ձևը նրան տրվող սուբսիդիաներն ու պայմանագրերը դադարեցնելն է։ Միշտ զարմացել եմ, որ Բայդենը դա չի արել, գրել է նա։ Մասն էլ պատասխանել է, որ SpaceX-ը անմիջապես կսկսի շահագործումից հանել իր Dragon տիեզերանավը, որն օգտագործվում է միջազգային տիեզերակայան մարդկանց եւ պաշարներ տեղափոխելու համար։ Բանավեճի ֆոնին Մասկին պատկանող Տեսլայի բաժնետոմսերը մի քանի ժամում 14%-ի անկում են գրանցել, այսինքն ընկերության շուկայական արժեքը նվազել է մոտ $153 միլիարդ։ Թրամփին պատկանող Trump Media-ն էլ 8%-ի անկում է գրանցել։